Կասկածելի երեկոն վերադառնում է, այն էլ նորությամբ։ Հեռուստադիտողն իր սիրելի հաղորդաշարին այսուհետ կարող է մասնակցել ոչ միայն էկրանի հակառակ կողմում, այլև ամենակասկածամիտ հաղորդավարների Գարիկ Պապոյանի ու Ռոբերտ Մարտիրոսյանի կողքին։ Մեր մոտ դեմոկրատիա է, մեծամասնությունը քվեարկեց, որպեսզի լինեն նաև մարդիկ, ովքեր պարզապես այս հաղորդման հետևորդներն են, սիրողներն են, ուղղնուցուցին տիրապետողներն են եւ իրենք էլ ունեն իրավունք գալ եւ խաղալ։ Ստեղծագործական թիմը 500-600 հոգի գրանցված մասնակիցներից ընտրում է լավագույններին, դրանց հետ կենթանի շփում եւ հարցազրույց անցկացնելու միջոցով եւ մեզ ասում են ընտրենք այս մարդուն, եւ գալիս են մասնակցում են նկարահանմանը։ Հաղորդման ընթացքում հնչել ու շարունակելու են հնչել ճշմարիտ ու հորինված պատմություններ։ Որոշ ճշմարտություններ իհարկե երբեմն ցավոտ հետևանքներ են ունենում։ Երբ Ռոբը աշխատանքի էր Armenia TV-ում, ես թաքուն ծակել եմ նրա մեքենայի ետևի աջ անիվը։ Իսկ այս պատմությունը ճիշտ է։ Ես իսկապես էի ծեխում, ես եթերից հետո եմ ծեծել, եթերից հետո իսկապես էր ծեծում, բայց ես իսկապես չէի պատասխանում, որտեվ ես կարող էի արմնկել, կարող էի գրում, կոչոք է։ Հաղորդման նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի 8-ին, իսկ տոնական տրամադրությունը կապահովեն Սոֆի Մխեյանը, Էրիկը, Սրփուկն ու Գևորգ Մարտիրոսյանը։ Սոֆին մեկ անգամ արդեն մասնակցել է հաղորդմանը, այս անգամ եկել է նոր պատմությունների հետևից, որոնց ճշմարիտ կամ սուտ լինելը կփորձի բացահայտել, ելնելով նախորդ անգամվա փորձից։ Երևի պետք է ամենակարևորը ու առաջնահերթ չշտապել։ Մի հատ փորձել հասկանալ էմոցիաներից, թե երբեք չես կարող ասել դիմացինդ ինչպես կարող է վարվել կամ այդ պատմությունը ինչպես պատմել կամ կարդալ, չէ՞ որ պատմությունը ներկայացնելուց առաջ կարդում են, այնպես որ անկեղծ ասած ես էլ չգիտեմ ինչ սպասել, արդեն հաղորդման ավարտին կհասկանանք ով հաղթեց։ Էրիկ Կարապետյանը եւս կասկածելի երեկոյում նորեկ չէ։ Երգիչը խոստովանում է, թեև ստելն իրեն հեշտ չի տրվում, այս հաղորդմանը սիրով է մասնակցում։ Ընդհանրապես որ սուտ եմ խոսում, միանգամից զգացվում է։ Դրա համար աշխատում եմ սուտ չխոսալ, բայց հիմա ստիպված պետք է ինչ-որ փորձեմ։ Մեր հանդիսատեսը կարծում եմ լավ էմոցիաների, լավ տրամադրության, լիցքերի, չգիտեմ, կարիք ունի եւ այս հաղորդումը հենց դրա համար է ստեղծված։ Հույս ունենք, որ այն հումորը, որ այստեղ է արվում, կհեշտացնի մեր հեռուստադիտողի կյանքը։ Նոր պատմություններով վերադարձել է նաև Սրփուկը, թեև ինչպես բոլորը ինքն էլ չգիտի, իրեն ճիշտ պատմություններ են բաժին հասնելու, թե ստիպված է լինելու ստել։ Շատ եմ սիրում այս հաղորդումը, իդեպ մի անգամ մասնակցել եմ ու ֆորմատը հետաքրքիր է, ադրենալին կա, երբ որ պետք է ստես եւ այլն համոզես դիմացիներին, որ դու ճիշտ ես քո պատմությունը։ Գևորգ Մարտիրոսյանն ասում է, հեշտ չի ստում, բայց սուտը հեշտ է բացահայտում։ Առհասարակ կասկածելի ոչի բան չեմ սիրում, բայց հեշտ չեմ ստում ընդհանրապես, բայց բացահայտում եմ հեշտ։ Բայց կարծում փորձեմ այսօր հնարավորինս լավ ստել, որ մենք կրենք։ Կասկածելի երեկոյի նախորդ եթերաշրջանում հաղորդավարները որոշեցին բաց թողնել երկրորդ փուլը։ Այս եթերաշրջանում այն վերականգնել են, բայց թե ինչ տեսքով նախընտրում են պատմել հենց եթերի ընթացքում։ Շփագծեր չբացելով այս եթերաշրջանում մենք ներառել ենք երկրորդ փուլ, որտեղ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով մեզ մարդիկ անխնդրում էին, մարդիկ արդեն անիծում էին, դրա համար մենք որոշեցինք, որ դե անում ենք երկրորդ փուլը ու դա ինձ թվում է եթերից թող բոլորը տեսնեն։ Բայց արդեն հայտնի է թե նոր փոփոխությամբ։ Չէ, ետ ենք բերել, այո, փուլ կա, ետ ենք բերել, ինքը ետ բերած փուլ է, գնացած հետեկած փուլ է։ Կասկածելի երեկոյին հետևեք յուրաքանչյուր շաբաթ Armenia TV-ի եթերում։